Անկարան վերականգնում է Ալիջանի անցակետը, բայց առաջիկա օրերին Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի թե ոչ, թուրքական կողմի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանը փակագծեր չի բացում։ Թույլ տվեք հիմա բան չասեմ, որովհետև ես ուզում եմ հայտնել որևէ բան, երբ որ դա տեղի ունենա։ Հայ-թուրքական կարգավորման առաջընթացը նոր ազդակ կտա հայ-ադրբեջանական հարաբերություններին, ասում է Ռուբինյանը։ Էպիկենտրոնը հիշեցնում է, Վաշինգտոնում Թրիփի իրագործման շրջանակի հստակեցումից հետո էլ Թուրքիայի արտգործնախարարը Սյունիքով անցնող ճանապարհը Զանգեզուրի միջանցքի անվանել, պնդել, թե այդ հարցում լուծումը Ադրբեջանին պետք է բավարարի։ Արդյոք այսպիսով գործընթացն ապակառուցողական հուն չի մտնում։ Դե Միջանցքի թեման փակված է, չկա Միջանցքի թեմա, մեր տարածքում էլ Զանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, մենք չգիտենք այդ Զանգեզուրն ինչա, Զանգեզուրի Միջանցքն ինչա։ Մենք գիտենք միայն Թրիփի մասին, ասում են իշխանականները, վստահեցնում այդ ճանապարհը, որ կառուցելու են Վաշինգտոնի հետ համատեղ, օգուտ է բերելու տարածաշրջանի բոլոր երկրներին։ Ճանապարհ կառուցել սովորում են, ճանապարհ կառուցելով։ Պիտի այդ արձանագրումը անենք, որ մենք չգիտենք դա։ Փոխարենը գիտենք լավ աշխատանքի համար բարձր պարգևավճար ստանալու ճանապարհը։ Ավելի ճիշտ, ոչ թե պարգևավճար, այլ աշխատավարձ աշխատանքի դիմաց, ինչպես ասում է խորհրդարանի խոսնակը։ Աշխատավարձը 1 միլիոն դրամ է, թե ինքը 500-ը կստանա ամսվա սկզբին, մնացածը կհավաքվի կստանա տարվա վերջում, որի անունը կդնենք պարգևավճար, այդ մարդու աշխատավարձն է այդքան, որևիցե մեկ դա պարգևատրել բառից է կարճել, բայց ես ասում եմ, կրկնում եմ, դա ձևակերպումն է, դա այդ մարդու աշխատավարձն է։ Բարձր աշխատավարձ պարգևավճարների աղմուկը բարձրացավ տարեվերջին, պարզվեց խրախուսվել են և գործադիրում և օրենսդիրում։ Մոտ 3 միլիոն ստացել են պատգամավորները, գրեթե կրկնակի բարձր կառավարական կաբինետի պաշտոնյաները։ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջ դասարանում։ Այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան եւ վերջի վերջո իրանք պետքա մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրսը աշխատի եւ չնախընտրի որևիցե մասնավորի մոտ աշխատի։ Միջանցքի թեժ քննարկումներին զուգահեռ ներսում քննարկվում էր հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու հարցը։ Նախագիծը երկրորդ ընթերցման է պատգամավորների սեղանին։ Հավանության արժանանալու դեպքում ոչ աշխատանքային կլինի նաև հենց այս հունվարի 27-ը։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։